Նրային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները, ինչ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծում, իսկ ցանցային օպերատորների մոտ նվազագույն համացանցում հեռարձակվող լրատվամիջոցները որևէ եղանակով չեն կարգավորվում։ Եվ տեսեք ինչ է ստացվում, տեղյակ եք, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, քննարկել ենք, տարօրինակ է, որ կարգավորվում են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունները եւ FM տիրույթում լիցենզավորված մեր կողմից ռադիոկայանները։ Մնացած բոլոր տեսլասողական ծառայություն մատուցողները կամ գրեթե չեն կարգավորում կամ ընդհանրապես չեն կարգավորվում, բայց այսօր դա 20 տարի առաջ չի եւ Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը, տեղեկատվության ինֆորմացիայի մեծ մասը նրանք ստանում են ոչ թե ավանդական մեդիայի միջոցով, այն համացանցի միջոցով, որը կրկնում եմ չի կարգավորվում եւ արդեն դա զավեշտալի իրավիճակի է հասնում։ Երկրորդ տարօրինակ բանը, տեսեք, մասամբ կարգավորվում են այն հեռուստածրագրերը, որոնք առկա են ցանցային օպերատորների փաթեթներում։ Ես կարծում եմ բոլորի մոտ կան գրեթե, խոշորագույն յուքոմից մինչև փոքր մարզային կաբելային ցանցեր, որոնք ունեն ընդամենը 2 կամ 300 բաժանորդ, եւ այդ ցանցերում քիչ թե շատ կարգավորում են միայն հեղինակազորված հայկական արտադրության հեռուստածրագրերը, օրինակ Ազատությունը կամ Երկիր մեդիան։ Դրսի տեսլասողական ծառայություն մատուցողները, որոնք գնվում են դիստրիբյուտորների կողմից եւ վաճառվում են ցանցային օպերատորներին, նրանք որևէ կարգավորման ենթակա չեն եւ հանձնաժողովը նույնիսկ իրավունք չունի արգելել իրենց գործունեությունը տուգանել կամ դիմել այլ պատժամիջոցների։ Եվ ստացվում է, որ հայկական ալիքները նրանք պահպանում են օրենքները, որտեղ կարգավորում են, իսկ դրսից ներխուժում են, ծորում են մեր տեղեկատվական ինքնիշխան հարթակներ, դուք շատ լավ գիտեք, եւ թշնամանքի խոսքը, եւ պատերազմի հրամանը, եւ կրոնական ազգային խտրականությունը եւ այլն։ Սա շտկման կարիք ունի եւ օրինակ Եվրոպական Digital Act-ով, դիրեկտիվներով վաղուց արդեն իրենց պատասխանության, դաշտում բոլոր իրավունքները եւ պարտականությունները ցանցային եւ այսպես կոչված լիցենզավորված կազմակերպությունների իրավունքները եւ պարտականությունները համահարթեցված են։ Երկրորդ տարօրինակ բանը, եթե հայկական ծրագրերը պարտավոր են մուլտիպլեքսում հեռարձակվող անվճար հեռարձակվել կաբելային ցանցերում, ապա դրսի տեսալասողական ծրագրերը, որոնք նորից եմ կրկնում, որևէ պարտավորություն չեն կրում, իրանց համար կաբելային ցանցերը վճարում են։ Հայաստանում հայկական արտադրենքի համար որևէ վճար նախատեսված չի, դրսի օտարերկրյա այլ լեզուներով հաղորդումների համար կաբելային ցանցերը վճարում են տարեկան 2-ից 2.5 միլիոն դոլար, որը Հայաստանից գնում է։ Սա երկրորդ բաց թողումը, որը օրենսդրորեն պետք է շտկվի։ Երկրորդը եւ շատ կարեւորը, խոսքը գնում է թվային հանրային մուլտիպլեքսի զարգացման մասին։ Դա դուք գիտեք, միայն մուլտիպլեքսն է Հայաստանում եւ Հայաստանը հաճախականությունների ավելցուկ չունի, որպեսզի Հայաստանում ստեղծվի երկրորդ մասնավոր մուլտիպլեքսը եւ դա կարգավորվում է ոչ թե Հայաստանում, այն միջազգային նորմերով, կարգերով եւ այդ միակ մուլտիպլեքսը մեր կարծիքով, որը մենք արտահայտում ենք նաեւ մեր տարեկան հաղորդման մեջ, պետք է արտացոլի ինքնիշխան հանրօգուտ հարթակի բանաձևը, ինչպես նաև սահմանափակ պետական ռեսուրսի օգտագործման պետության ռազմավարությունը։ Վերջնական արդյունքը, ըստ մեր կարծիքի, պետք է լինի հեռուստածրագրերի լիակատար ապակ կուսակցականացումը, անաչառության, բազմակարության, լրագրողական էթիկայի կանոնների պահպանման, բովանդակության որակի ապահովումը, քաղաքացու տեղեկատվության ստանալու պահանջմունքի բավարարումը, Հայաստանի շահերի տեղեկատվական ուղեկցությունը երկրի ներսում եւ արտերկրում։ Եվ այդ առումով մենք հնչեցրել ենք արդեն մեր առաջարկը, որպեսզի մենք կարողանանք